մասնակիցներ դատարան լսեց յուրաքանչյուրի կողմի կարծիքը, դատարանը արձանագրում է հետևյալը, իրոք դատարանը նախորդիվ եւ վերաքննիչ դատարանը եւ առաջին ատյանի ընդհանուր երթասարան քրեական դատարանը նախորդիվ կայացրած որոշումով վերջինը 26 փետրվար 2026 թվականին արձանագրել էր, որ նվազել են, սակայն ոչ խափամիջոցի հիմքերը նվազել են, սակայն ոչ այն աստիճան, որպեսզի հնարավոր լինի ապահովել անազատության հետ չկապված այլ տրամքային խափամիջոցի կիրառումը։ Ներկայումս դատարանը արձանագրում է հետևյալը. վարորդը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Պաշտպան խոսքով հանդես են եկել վարորդի մասնակիցները։ Ապացների հետազոտում դատարանը դեռևս չի կատարել։ Դատարանը նաև հաշվի առնում կարգավորումները Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիր 28-ական օրենքի 19 հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև 90 հոդվածի 5-րդ մասի պահանջները, եւ դատարանը արձանագրում է, որ վարորդի ներկա փուլում այլընտրանքային խափամիջոցները չեն նվազել այն աստիճան, որ հնարավոր լինի այն փոխելու անազատության հետ չկապված այլ խափամիջոցներով։ Հետևաբար Պաշտպանական կողմի միջնորդությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափամիջոց գրավը 25 միլիոն դրամ կիրառելու հետ կապված եւ խափամիջոցը փոխելու առումով մերժվում է, իսկ Արտուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափամիջոցը երկարաձգվում է 2 ամիս ժամկետով Սակայն տնային կալանքի տակ գտնվելու պայմանները դատարանի կողմից փոխվում են, այսինքն տնային կալանքի երկամսյա ժամկետը մեղադրյալը պետք է կրի քաղաք Երևան, Ուռնեցի 8-րդ փողոց տունը հասցեում, այդ հասցեում մեղադրյալին արգելվել է հյուրընկալել սույն քրեական վարույթով եւ շփում ունենալ սույն քրեական վարույթով մասնավոր մասնակիցների, նաեւ վկաների հետ։ Մյուս սահմանափակումները վերացվում են, այսինքն մեղադրյալը ազատ կարող է հյուրընկալել եւ շփվել այլ անձանց։ Նախկինում դատարանը բացառություններ արել։ Ոչինչ, մի կերպ կդիմանաք։ Այս ընթացքում ուրեմն դուք հնարավորություն կունենաք հանդիպելու այլ անձանց հետ հյուրընկալել ձեր բնակության վայրում, սակայն ձեզ արգելվելու է շփում ունենալ սույն վարույթով մասնավոր մասնակիցների հետ, վկաների հետ։ Այսօրվանից սկսած, սակայն երկամսյա ժամկետը այսօրվանից ինչ եմ ասում, որովհետև դուք ժողովուրդ, ես խոսում եմ, համատեղ չի կարելի, էլի։ Ես հարգեցի ձեզ, լսեցի։ Այսօրվանից սկսած, որովհետև դուք գրանցված եք որպես թեկնածու պատգամավորի, պարոն Սարգսյան, հնարավորություն կընձեռվի ձեզ այդ հանդիպումները, եթե անհրաժեշտ ունեք ձեր բնակության վայրում, ես արդեն իսկ մատնշեցի Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի եւ 90 հոդվածի 5-րդ մասի, 19-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները։ Էլեկտրոնային միջոցներով է իրականացվելու հսկողությունը, 20 միլիոն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը մնալու են անփոփոխ։ Բնականաբար պաշտպանի միջնորդումն նշեցի, որ մերժվում է։ Եթե համաձայն չեք լինի դատարանի որոշման հետ, այն ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող եք բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան։ Եվ ժամկետն էլ ձեր կալանքի երկարաձգման Պողոսյան, մեկ անգամ զգուշացրեցի, ինձ թվում է, որ արդեն պարզ է։ Մեկամսյա չէ, 10-օրյա ժամկետում, ներողություն, 10-օրյա ժամկետում կարող եք բողոքարկել վերաքննիչ քրեական դատարանը, 2 ամսյա ժամկետը բնականաբար հաշվարկը տարվել է տնային կալանքի ժամկետը լեռանալուց հետո, այսինքն ամսի 8-ից հունիսի, ինչ վերաբերում է այն սահմանափակումների, որը տնային կալանքի ընթացքում, տնային կալանքի ժամկետի հետ
վերաբերյալ կիրառվել են, այսինքն այսօրվանից սկսած դա դատարանի կողմից վերացվել է։ Այսինքն մեղմացվում են պայմանները տնային կալանքի դրման։ Միանշանակ կարող եք անել, բացառությամբ նորից եմ կրկնում, իրավունք չունեք անել սույն վարույթով մասնավոր մասնակիցների վկաների հետ, բացառությամբ ձեր պաշտպանի, մյուսների հետ կարող եք։